Այսօր մեզ մոտ Լիսան Էլիոթն է ուլտրա տարբերակը։ Եկել է այսպես չինական լեզվով, հենց գործարանից, առանց շորժի ինտերնետ։ Հիմա սկսում ենք աշխատանքները, քանդում ենք այս դիմային հատվածը, որ Celimatic բլոկի մեջ տեղադրենք SIM քարտ, այնուհետև անգլերեն եւ հավելվածներ։ Ընթացքում այսպես պաշտպանվում են պարողները, որ հանկարծ գործի ընթացքում չվնասվի։ Երկապային ավարտեցինք SIM քարտի տեղադրումը, ավելի ճիշտ սլոտի տեղադրումը։ Անցնում ենք ծրագրային մասին։ Ավարտեցինք ծրագրային աշխատանքները Լիսան Էլիոթի, ինչպես տեսնում եք լեզուն արդեն ամբողջովին անգլերեն է, նաև ղեկի վրա։ Այսպես մի փոքրիկ օջակ ենք ավելացնել, որ սեղմելուց էջը թարգմանող կամ հայերեն կամ ռուսերեն ձեր նախընտրած լեզվով։ Տեղադրել ենք մի շարք հավելումներ եւ հավելվածներ, Yandex Navigator, YouTube, որոնք իդեալական աշխատում են, Head-up display տեղափոխելու կոճակը, այստեղ դրված է, որ Yandex Navigator-ը եթե սեղմում ենք, Yandex Navigator-ը տեղափոխվում է դիսպլեյի վրա։ YouTube, մի շարք կինո դիտելու ծրագրեր, խաղեր, Rustore, որտեղով կարող եք բեռնել համարյա թե ինչ ուզում եք։ Այստեղ տեղադրված է back button, հետ տալու կոճակը եւ բիստրի դոստուպ, ստեղնաշարերը։ Այս հավելվածով կարող եք կողքի էկրան տեղափոխել ցանկացած հավելված։ Այս հավելվածով կարող եք բեռնել YouTube-ից ցանկացած վիդեո, բրաուզեր։ Հիմնականում Google browser չենք տեղադրում, որտեղ կախում է, բայց Yandex browser-ը իդեալական աշխատում է։ Հավելում, որտեղ կարող եք ղեկի կոճակներ օգտագործել ըստ ձեր ցանկության։ Ունեք երկար սեղմացեք բամ ձախ կողմի ֆրիկը, ինքը Yandex Music-ն է բացում, այսպես հետո կարող եք միանգամից տեղով փոխել երգերը։ Եթե ցանկանում եք օգտվել ձեր ավտոմեքենայի ողջ հնարավորություններից, կարող եք դիմել մեզ, սիրով կսպասարկենք բոլորին։